Դանիելյան, շնորհավորում ենք ձեզ Մայիսյան հերոսամարտերում տարած մեր փառահեղ հաղթանակների եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տոնորվա արդիվ եւ կխնդրեմ օրվա խորհրդին անդրադառնաք, ինչ անելիք ունենք մենք այսօր եւ ինչ է հուշում մեզ Բաշապարանում, Սարդարապատում տարած հաղթանակները։ Ես շնորհավորում եմ հայ ազգին 107 տարի առաջ Կարակիլիսայում, Բաշապարանում եւ Սարդարապատում մեծ հաղթանակների հետ կապված եւ մեր պետականության հիմքերը այդտեղից դրվեցին, ստեղծվեց առաջին հանրապետությունը 1918 թվականին։ Սակայն ցավով պետք է նշենք, որ 107 տարի անց մենք նույն ձևի կանգնած ենք նույն մարտահրավերների առջև, ինչպես 107 տարի առաջ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ուժեղանանք, հզորանանք, որ բոլոր մարտահրավերներին դիմակայենք եւ ունենանք նոր հաղթանակներ։ Այսօր ինչ կարող ենք ասել, մենք ունենք պետականությունը պահելու խնդիր, վտանգված է Հայաստանի Հանրապետության պետականությունը։ Այո, ինչպես տեսնում եք, տարածաշրջանում տարբեր զարգացումներ են լինում եւ այն վտանգները, ինչ որ կա տարածաշրջանում, նաեւ Հայաստանի մասով է եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ փորձություններից դուրս գանք հաղթանակներով։ Պարոն Դանիելյան, նաեւ վերջերս ընտրվել եք Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ, ինչ քայլեր եք դուք անելու հետագայում, ինչ գործողություններ եք անելու։ Առաջիկայում ամբողջական հիմա խորհրդակցությունների քաղաքական ուժերի, հասարակական եւ տարբեր միավորումների հետ, Հայաստանի քաղաքական դաշտի հետ տարբեր մակարդակներով ընթանում են խորհրդակցություններ եւ առաջիկայում կտեղեկացնեմ ամբողջությամբ ինչ ծրագրեր կա, ինչպես ենք շարունակելու մեր աշխատանքները։ Հայտնի է արդեն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շարունակելու է պաշտոնավարել, թե այլ տեխնացիաներ։ Այդ մասով կսպասեք, հիմա քաղաքական ֆրակցիաները կոնսուլտացիաների փուլում են, առաջիկայում կսպասեք պաշտոնական դրախոսին։ Պարոն Դանիելյան, եւս մեկ հարց, գիտենք, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը հայտարարել էր, որ հնարավոր չէ պետություն լինի պետության մեջ։ Այդ դեպքում ինչու թույլ տվեց Արցախի ղեկավարությանը նախագահ ընտրել, ինչն է փոխվել, կա կարծիք, որ ռուսական գործոնն է այստեղ, Ռուսաստանն է հրահանգել, որպեսզի թույլ տա նախագահ ընտրել։ Այսօր ճիշտ կլիներ օրվա խորհրդի մասով խոսայինք, ինչ վերաբերում է պետության մեջ նման բան չկա։ 23 թվականի բռնի տեղահանումից հետո եւ Արցախի օկուպացիայից Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության օկուպացիայից հետո արցախցիները եւ Արցախի իշխանությունները տեղավորվել են իրենց հայրենիքի մի մասում եւ մենք փորձում ենք պահպանել մեր պետականության սուբյեկտայնությունը եւ պետք է շարունակենք մեր պայքարը եւ վերադարձի համար։ Դա այն ինչ որ խոսում են պետության մեջ նման բան չկա։ Մենք շատ լավ հասկանում ենք մեր հայրենիքին մարտահրավերները եւ մենք երբեք չենք կարող թույլ տալ, որ ինչ որ մեր պատճառով կամ ինչ որ մի հատ գործընթացներ լինի։ Մենք շատ լավ ենք հասկանում պետականությունը եւ ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունը զորանա եւ ուժեղանա, որ կարողանանք մենք օրակարգ բերել մեր վերադարձի հարցը։